Նրանք, ովքեր երկրպագում են արևմուտքին, ասում են, որ Վենեսուելայի վրա հարձակումը Միացյալ Նահանգների միանգամայն արդարացված է, որտեղ Միացյալ Նահանգները պայքարում էին ժողովրդավարության համար եւ նարկոտրաֆիկի դեմ։ Իսկ ահա Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի դեմ դատապարտելի է, դա կոպիտ խախտում է բոլոր միջազգային օրենքները։ Եվ հակառակը, նրանք, ովքեր երկրպագում են Ռուսաստանին, ասում են, որ չէր կարելի հարձակվել ինքնիշխան պետության վրա, Վենեսուելայի վրա, բայց կարելի էր հարձակվել Ուկրաինայի վրա, որովհետև Ռուսաստանը պաշտպանում է ռուսալեզու բնակչության շահերը։ Ինձ համար այդ երկու երևույթները, անկախ բոլոր տարբերություններից, հավասարապես դատապարտելի են եւ բարոյական եւ իրավական առումով։ Ինչի մասին են խոսում այդ երևույթները, որ չկան միջազգային օրենքներ, այսինքն կան թղթի վրա, բայց չեն գործում, որ չկա որևէ միջազգային մեխանիզմ, որը կարող է տերություններին հետ պահել ագրեսիայից այլ պետությունների դեմ։ Իսկ Մադուրոն, եթե ուզում էր, որ իր երկրի վրա չհարձակվեին, նա պետք է մի տեղ պատ կառուցեր եւ մի 7 անգամ այնտեղ նկարվեր, այդ դեպքում Միացյալ Նահանգները հաստատ չէին հարձակվի Վենեսուելայի վրա։